Բարև ձեզ թանկագին բարեկամներ, սիրելի հայրենակիցներ, եթերում աշխարհաքաղաքական զարկերակն է։ Անցնող շաբաթը բավականին հագեցած էր տարբեր զարգացումներով, եւ դրական, եւ բացասական, եւ վտանգավոր, եւ ոչ այնքան վտանգավոր։ Իհարկե մեզ առաջին հերթին հետաքրքրում է մեր տարածաշրջանը, Արցախը, Արցախի հետ կապված հարցեր։ Ադրբեջանը շարունակել է իր ապակառուցողական քաղաքականությունը, կրկին խախտել է զինադադարի ռեժիմը, կրակոցներ է արձակել դեպի Արցախ, դեպի մեր խաղաղ բնակիչները։ Սա մի երևույթ է, որը միշտ կրկնվում է եւ նորություն իր մեջ չի պարունակում։ Ամենահատկանշական զարգացումը այս տեսակետից եղել է Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների հանդիպումը Բրյուսելում, որտեղ նաեւ Եվրոմիության ներկայացուցիչներն էին, հավաքական Եվրոպայի ղեկավարություններ։ Եվ այս հանդիպումից հետո Միշելը մի շարք հայտարարություններ արեց, որը իսկապես շատ վտանգավոր էր եւ կարելի է ասել պայթեցրեց նորմալ ժողովրդավարական հանրությունը, հայ հասարակությունը նորմալ մտածող։ Ուրեմն այս Միշելը հայտարարեց, որ գնում է կարծես թե դրական գործընթաց, ասել է, որ իբրև երկրների ղեկավարները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ առաջին անգամ նա նշել է թվեր։ Հայաստանի Հանրապետության տարածքը նշելով 29.8000 քառակուսի կիլոմետր, Ադրբեջանինը 86.6։ Մենք բոլորս քաջատեղյակ ենք, որ 86.6-ը դա Ադրբեջանի նախկին խորհրդային հանրապետության տարածքն է Լեռնային Ղարաբաղի հետ միասին։ Իհարկե, այսպիսի քայլով Միշելը իրեն նույնացրեց Չեմբերլենի հետ 1938 թվականին, երբ որ Անգլիան եւ Ֆրանսիան ժողովրդավարական երկրները աստորեն հանձնեցին, ծախեցին ժողովրդավարական Չեխոսլովակիան նացիստական Գերմանիայի։ Ինչով է տարբերվում այս նույն հայտարարությունը նման գործարքից, ոչ մի բանով, որովհետև երբ որ մի բևեր, որի համար առնվազն հայտարարությունների մակարդակով ժողովրդավարությունը, մարդու իրավունքները հանդիսանում են հիմնարար սկզբունքներ, հայտարարում է, որ ժողովրդավարական Արցախը եստեղ կապ չունի, ճանաչված ենք, չճանաչված ենք, պետք է լինի տոտալիտար Ադրբեջանի կազմում, սա հայտարարություն է։ Փաստորեն Միշելի այս հայտարարությամբ նա ներում է նաև Ադրբեջանին եւ ոչ միայն ներում է, քաջալերում է, արդարացնում է 2020 թվականի ագրեսիան Արցախի դեմ, արդարացնում է այդ բոլոր վայրագությունները եւ խախտումները, նույնիսկ միջազգային պայմանավորվածությունների եւ նորմերի, ինչը իրականացնում է Բաքուն։ Բայց այնուամենայնիվ պետք է երախտապարտ լինենք Միշելին, որ ճիշտը ասեց, առնվազն իր բևերի տեսակետը։ Սա իհարկե հավաքական արևմուտքի միասնական պատկերը չէ, քանի որ Եվրոպան հանդիսանում է հավաքական արևմուտքի կրտսեր գործընկերը, պետք է սպասենք ավագ գործընկերը ինչ է ասում, ԱՄՆ-ն իհարկե պետք է ստանանք հստակ պատասխան Ռուսաստանից, հստակ պատասխան Հայաստանից, որպեսզի մեր անելիքները ավելի ճիշտ եւ արդյունավետ պլանավորենք։ Անցած շաբաթվա ընթացքում հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան Ադրբեջանում։ Տեսեք, ուրեմն Բաքվում բացվել է այսպես կոչված հիշատակի պատը, որը նվիրված է Ուկրաինայի անկախության համար ռուսական ագրեսիայի կանխման գործում զոհված 26 ադրբեջանցիների հիշատակին։ Մենք բոլորս գիտենք, որ Ադրբեջանը այն պետությունն է, որտեղ չեն կարող նման հուշարձաններ բացվեն առանց պետության, հավանության եւ անմիջական միջամտության։ Այս հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Ուկրաինայի դեսպանը, դեսպանատան աշխատակիցներ, տարբեր մարդիկ եւ հերոսներին գովել են, ասել են, որ նրանք ագրեսորների դեմ պայքարել են եւ նույնիսկ ֆիլմ պետք է հանեն իրենց մասին։ Ադրբեջանը, որը թվում է թե եւ Ռուսաստանի հետ է լավ, բայց տեսնում ենք, որ նաեւ խփում է Ռուսաստանին մեջքից։ Բայց քանի որ սկզբունքային է, իրեն ներում են շատ բան։ Նույնիսկ Մոսկվայում Հեյդար Ալիևի 100-ամյակն են տոնում այս ամենի ներքո։ Շատ բան պետք է սովորենք առաջին հերթին թշնամուց։ Գիտեք, եթե մենք սկզբունքային ենք, ճիշտ ենք աշխատում, պրոֆեսիոնալ ենք եւ հայրենասեր ենք, շատ հարցեր կարող ենք լուծել, հավաստիացնում եմ ձեզ։ Եվ երբ որ խոսում ենք Ադրբեջանի մասին, շատ կարևոր է, որպեսզի մենք նաև տեսնենք, ինչպիսի սիմվոլիզմ են այնտեղ օգտագործում եւ ինչպիսի կարևոր դեր են հատկացնում այդ սիմվոլներին։ Այսպես
հայտնի դարձավ, որ Ադրբեջանում կկառուցվի հերթական տանկերը նավթ տեղափոխելու համար, որի անունը Գյոյչա է։ Իսկ Գյոյչան դա Սևանա լճի ադրբեջանական անունն է։ Թվում է, թե սոցիալ-տնտեսական բնույթի խնդիր է, դե նավթ տանող ինչ-որ կրող նավ է, տանկեր է, բայց աշխարհաքաղաքական ճիշտ է, պատգամ է, շատ դիպուկ, ավելին, նրանք նաև հայտարարել են, որ արևմտյան Ադրբեջանի խորհրդանիշների, այլ խորհրդանիշների անունով ևս կկառուցեն տանկերներ։ Ասեն, որ Ադրբեջանում մինչ այդ կառուցվել է մի շարք տանկերներ, օրինակ Զանգելան տանկերը բավականին նոր է պատրաստվել, Լաչին տանկերը եւ Քելբաջար տանկերը։ Այդ Քելբաջար տանկերը ամենամեծն է, հսկայական է։ Ցավալի է իսկապես, երբ որ տեսնում ես, որ նրանք ավելի շատ են հավակնում եւ սիրում իրենց չպատկանող խողը։ Երբեմն իսկապես այնքան է ցավալի, որ տեսնում ես, որ կան էթնիկ հայեր կամ հայ ազգանուն կրողներ, որոնք ընդհանրապես նույնիսկ այդ հողերը չեն համարում հայկական։ Այսինքն շատ բան ունենք սովորելու թշնամուց առաջին հերթին։ Բնական է, որ անցնող շաբաթվա կարևորագույն զարգացումներից կարելի է համարել Թուրքիայի ընտրությունները։ Առաջի փուլը ավարտվեց, ինչպես եւ կանխատեսվում էր, առաջի փուլով ընտրությունները չեզրափակվեցին, որովհետեւ որևէ մի տեխնացու չի հավաքել 50 գումարած 1%։ Էրդողանը ստացել է 49.35%, Քլիչդարօղլուն 45.6%։ Այսինքն գրեթե հավասար են, ասեն, որ ընդհանուր առմամբ նույնիսկ կարելի է ասել, որ Էրդողանը չի բացառում, որ կեղծած լինի ընտրությունները, քանի որ կան նաև բազմաթիվ նման կադրեր, տեսանյութեր, որտեղ պարզապես լցնում են այդ տուփերը, բայց այնուամենայնիվ այսպիսի իրավիճակ է։ Շատ հետաքրքիր է աշխարհագրությունը ընտրությունների։ Քլիչդարօղլուն հաղթել է գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում, Ադանայում, բոլոր տեղերում։ Էրդողանը հիմնականում գյուղական բնակավայրերում է հաղթել։ Հետաքրքիր է քրդաբնակ շրջաններ, այստեղ գրեթե հավասար է, չնայած կան կարծիքներ, որ քրդերի մեծամասնությունը այնուամենայնիվ պաշտպանել են Քլիչդարօղլուին։ Բայց իրավիճակը այսպիսին է, հետաքրքիր է նրանց վերջի օրը քարոզարշավի։ Ուրեմն Էրդողանը այցելել է Այա Սոֆիա, մասնակցել այնտեղ աղոթքի, սանուկ ցույց տալով, որ կայսրապաշտ է, Օսմանյան կայսրության սիմվոլն է, իր համար շատ կարևոր։ Քլիչդարօղլուն այցելել է Աթաթուրքի գերեզմանը, ծաղիկներ դրել այնտեղ, խոնարհվել, կարծես թե նեո-օսմանիզմի փոխարեն նա քեմալիզմն է դավանում։ Բայց հանկարծ չսխալվենք, երկուսն էլ ծավալապաշտական քաղաքականություն են վարել, երկուսն էլ, որովհետև սա Թուրքիայի դրվածքն է այդպես։ Նրանք իսկապես չեն հրաժարելու այդ ծավալապաշտական քաղաքականությունից եւ Էրդողանը պետք է դա ինչքան էլ ծանր չլինի խոստովանել, որ փոխել է Թուրքիան։ Հիմա այլ Թուրքիա է եւ որևէ մեկը չի կարող շրջել Թուրքիային դեպի անցյալ։ Ավելին նույնիսկ երկրորդ ընտրությունները պետք է տեղի ունենան նախագահական մայիսի 28-ին։ Չի բացառում, որ Էրդողանը հաղթի։ Այո, մեծ հավանականություն կա, որ կեղծիքների միջոցով եւ այլը, բայց այնուամենայնիվ նա ձեռնտու է բոլորին, Արևմուտքին եւ Ռուսաստանին։ Հետաքրքիր է, որ ամենամեծ վտանգն է Ռուսաստանին, բայց չգիտես ինչի, էլի սխալվում են իրենց հաշվարկներում։ Արևմուտքն էլ իրեն օգտագործելու է որպես մի հզոր անձնավորություն ծավալապաշտական քաղաքականություն վարելու համար։ Տեսնեք, հետաքրքիր է։ Բավականին հետաքրքիր էր Ուկրաինայում տեղ ունեցող գործընթացները։ Ուրեմն նախագահ Զելենսկին մի ոյաժ կատարեց եվրոպական երկրներ, այցելեց Լոնդոն, հանդիպեց վարչապետի հետ Մեծ Բրիտանիայում, այցելեց Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, բոլոր տեղերում իրեն լավ ընդունեցին, նույնիսկ պարգևատրվեց Կարլ Մեծի պարգևով, որը շատ կարևոր աշխարհաքաղաքական նպատակ հետապնդող գործընթաց է, որովհետև այս
պրեմիան, որ ինքը ստացավ, ընդգծված աշխարհակական բնույթ ունի։ Պարգևատրել են այդ նույն պարգևով Ադենաուերը, Կոնրադ Ադենաուերը, Ուինստոն Չերչիլը, Հենրի Կիսինջերը, Հռոմի Պապը։ Ճիշտ է, վերջի պարգևատրվածների մեջ կան նաև այդ Բելարուսիայի ընդդիմությունը, այսինքն պարզ է, որ մանրանում է կալիբրը, բայց այնուամենայնիվ սա ցույց է տալիս արևմուտքի համար Զելենսկու կարևորությունը։ Հիմնական նպատակը այն էր, որ ստանալ նորանոր զինատեսակներ։ Եվ Զելենսկին ասաց, որ նոր զինատեսակներ են ստանալու արևմուտքից, ասաց, որ արևմուտքը ավելի է գերադասում արդեն Ուկրաինան ներառել ՆԱՏՕ եւ Եվրոմիություն, տեսնեք, միգուցե երբ որ պատերազմը գոնե ավարտվի եւ բաժանվի Ուկրաինան, ըստ ամենայնի այդպես է լինելու, իհարկե այս արևմտյան մասը անցնելու է կամ Եվրոմիությանը կամ ՆԱՏՕ պետք է մտնի, տեսնեք։ Ասեմ, որ նաեւ Միացյալ Նահանգների դիեզերքի եւ հրթիռային պաշտպանության պատասխանատուն հրամանատարը գեներալ Դանիել Կաբլերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստում է Ուկրաինային փոխանցել երկաթե գմբեթ հակահրթիռային համակարգ։ ԱՄՆ-ն ընդհանրապես ունի երկու նման համակարգ, մեկը ուզում են տալ Ուկրաինային։ Իհարկե, սա ել ավելի է խորացնելու պատերազմը, հետևանքները, բայց ունենք այն, ինչ ունենք։ Ասեմ, որ պատերազմը շարունակվում է, ըստ որոշ աղբյուրների Բախմուտը արդեն ազատագրվել է ռուսական բանակի կողմից, թեպետ ծանր մարտեր են տեղի ունենում, ավելին մի շարք շրջաններում Ուկրաինայի, Խմելնիցկու, մասնավորապես մարզում, այլ տեղեր օգտագործվել է շատ հզոր զինատեսակներ, երբ որ ռուսական կողմը պայթեցրել է տարբեր տիպի ռազմական ենթակառուցվածքներ, ըստ որոշ տվյալների նաև ՆԱՏՕ-ի ինստրուկտորներ կային այնտեղ եւ զենք զինամթերք, պայթունը այնքան հզոր էր, որ կարծես թե միջուկային զենք պայթեր։ Բայց իրավիճակը այնպիսին է, ինչպիսին է, որ կա։ Ռուսաստանը ակտիվ քաղաքականություն էր վարում այս վերջի օրերի ընթացքում, այսպես Ռուսաստանի եւ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարները հանդիպել են, քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հարցերը, նույնիսկ կարևորել են ինչ որ համատեղ միասնական կոմիտեի ստեղծում, իսկ Ռուսաստանի ռազմածովային ուժերի հրամանատարը նույնիսկ հրավիրել է իր Իրանի գործընկերոջը մասնակցել Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք ուրեմն ռազմածովային շքերթին։ Տեսնենք, շատ հետաքրքիր էր Իրանի քաղաքականությունը, ասեմ, որ Իրանը եւ Ռուսաստանը կնքել են պայմանագիր, համաձայն որի Ռեշտ Աստանա երկաթգծային այդ հատվածը պետք է կառուցվի նաև ռուսական կողմի մասնակցությամբ, սա շատ կարևոր մի գործընթաց է եւ այս արարողությանը մասնակցել են ռուսական եւ իրանական պաշտոնյաների համապատասխան գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև տեսակապով Ռուսաստանի նախագահ եւ Իրանի նախագահ։ Կարևորել են այդ գործընթացը, որովհետեւ սա իսկապես եւ քաղաքական, աշխարհակական եւ տնտեսական նշանակություն ունի, տրանսպորտային մի քանի անգամ կրճատվելու է նույն Ռուսաստանից, ասենք Սանկտ Պետերբուրգից մինչեւ Պարսից ծոց, նույնիսկ Հնդկաստան, ապրանքաշրջանառությունը եւ փոխադրումները, որը նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններ։ Տեսնենք, ասեմ, որ շատ հետաքրքիր է Իրան-Աֆղանստան հարաբերությունները եւ այստեղ մինչ դրան անցնելը նշեմ, որ վերջի օրերին Աֆղանստանը հայտարարեց, որ միանում է Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքին, այսինքն մենք դրա մասին խոսել ենք, դա այն միջանցքն է, որը պետք է Չինաստանը կապի Հնդկական օվկիանոսի հետ Պակիստանի միջոցով, մի հատվածը նաև գնալու է դեպի Իրան եւ հիմա Աֆղանստանը նույնպես միանում է այդ գործընթացին։ Աֆղանստանի ղեկավարությունը նշում է, որ սա նոր լիցք կհաղորդի Աֆղանստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Բայց ամենահետաքրքիր եւ վտանգավոր զարգացումը տեղ ունեցավ Աֆղանստան-Իրան հարաբերություններում։ Իրանի արտգործնախարարը եւ Իրանի նախագահը շատ կոշտ հայտարարություններ են արել Աֆղանստանի նկատմամբ։ Խնդիրը վերաբերում է Հելման կոչված գետին, որը Աֆղանստանի ամենախոշոր գետերից մեկն է եւ որը ըստ 1970-ական թվականներին ձեռք բերած պայմանավորվածության այդ գետի ջրային պաշարների որոշ տոկոսը պետք է հատկացվի Պարսկաստանին, Իրանին, բայց Աֆղանստանը երկար ժամանակահատվածի ընթացքում չէր տալիս այդ ջուրը կամ քիչ էր ավելի տալիս, սա բերել է լուրջ խնդիրների Իրանի համար, այդ թվում նաև էկոլոգիական, այնտեղ շատ լուրջ
գործընթացներ են գնում, նույնիսկ ահագին բերի հողեր ոչնչացվել են, եւ Սիստան Բալուջիստան նահանգը հայտնվել է նույնիսկ էկոլոգիական կատաստրոֆայի առջև։ Եվ այսպես Իրանի նախագահը Ռայիսին եւ արտգործնախարարը կոշտ հայտարարություններ են արել, որ եթե Աֆղանստանը չի վերանայի իր մոտեցումը ջրի ռեսուրսների նկատմամբ, Իրանը կարող է դիմել ուժային ճնշումների։ Նաեւ Իրանի նախագահը հայտարարել է, որ պետք է իրանական մասնագետները գնան տեղում ճշտեն, իսկապես ջուրը քիչ է, դրա համար աֆղանական կողմը չի տալիս, թե ուղղակի չի տալիս հակաիրանական կեցվածքից ելնելով։ Ավելին Իրանի նախագահը նաև որպես միգուցե ճնշման միջոց հայտարարել է, որ Աֆղանստանը պետք է բոլոր ազգային փոքրամասնություններին, այսինքն տալիբները, իշխող վարչակարգը ներգրավի պետական կառավարման համակարգում, որ եթե դա չանի, շատ վատ է լինելու եւ այլն եւ այլն։ Իհարկե, այս ամենը նոր լիցք են հաղորդում հարաբերություններին, ասեն, որ Աֆղանստանը շատ կոշտ պատասխանեց, Աֆղանստանի ղեկավարությունը հայտարարեց, որ նման պահվածքը Իրանի վնասում է երկկողմ հարաբերություններին, իսկ տալիբները նույնիսկ ծաղրեցին Ռայիսին, այսպես հայտնի գեներալ Մոբինը, վերցնելով մի կանիստր ջուր այդ նույն գետից, Հելմանդ գետից, առաջարկել է այդ կանիստրը փոխանցել Ռայիսին եւ այսպես ծաղրանքի ձևով ասեց, որ մի հարձակվեք մեզ վրա, մենք վախենում ենք ձեզանից, այս կանիստր ջուրը վերցրեք եւ թողեք մեզ հանգիստ։ Իհարկե, սա ծաղրանք է, սա ցույց է տալիս, որ երկու երկրների միջև կարող են հարաբերությունները սրանալ, իսկ սա կարող է անկախատեսելի հետևանքների բերել։ Տեսնենք, ինչով է դա պայմանավորված, արդյոք սա շոու է, թե իսկապես հարցեր կան շատ լուրջ եւ նոր զարգացումներ են մեզ սպասում։ Պետք է այստեղ նաեւ հաշվի առնել, որ Աֆղանստան-Իրան հարաբերությունների հարթ լինելու մեջ շահագրգռված է նաեւ Չինաստանը, նաեւ Պակիստանը, չնայած որ Իրանի հակառակորդն է, նաեւ Ռուսաստանը։ Ու տեսնենք։ Հետաքրքիր զարգացում տեղ ունեցավ Չինաստանում։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հրավիրեց Չինաստան կենտրոնական Ասիա գագաթնաժողով։ Չինաստան այցելեցին բոլոր 5 կենտրոնական Ասիայի երկրների նախագահները, շատ ջերմ ընդունելություն, երկկողմ հարաբերությունների քննարկում, այդ գործընթացը մեկնարկել է հանդիպումը, հաջորդ հաղորդման ժամանակ, եթե լինեն նոր ինչ-որ զարգացումներ, մենք կանրադառնանք։ Շատ հետաքրքիր էր նաև այն, որ Սիրիան վերջապես մասնակցեց Արաբական լիգայի գագաթնաժողովին, որը տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայում։ Շատ ջերմ ընդունեցին Բաշար Ալ-Ասադին, սա 12 տարվա մեջ առաջին մասնակցությունն է Սիրիայի որպես լիիրավ անդամ։ Մենք դրա մասին էլ ենք ձեզ հետ խոսացել։ Բաշար Ալ-Ասադը այցելեց Սաուդյան Արաբիա, արժանացավ մեծ ջերմ ընդունելության եւ Սիրիան արդեն դարձավ նորից արաբական աշխարհի լիիրավ անդամ։ Անցնենք չճանաչված պետություններին։ Այստեղ շատ կարևոր է մի դրվագ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար գեներալ Լոյդ Օստինը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կտրամադրի Թայվանին մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք։ Նոր ուրեմն մի գործարք է կնքվում։ Շատ հետաքրքիր է։ Չինաստանը իհարկե բողոքեց, բայց սա ցույց է տալիս մի բան, որ նույնիսկ եթե երկիրը չճանաչված է, բայց կա աշխարհական հրամայական եւ այդ երկիրը վարում է ճիշտ աշխարհակահաղականություն։ Նույնիսկ Թայվանը չճանաչված ստանում է հսկայական օգնություն ամենաուժեղ երկրներից մեկի, ԱՄՆ-ի կողմից։ Շատ ուսանելի է, պետք է այս ամենը մենք իմանանք եւ օգտագործենք նաեւ մեր արտաքին քաղաքականության մեջ։ Այսպիսին են, թանկագին բարեկամներ, մի շարք կարևոր իրադարձություններ կհետևենք եւ կներկայացնենք ձեզ։ Մնացեք բարով, Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին։